Գյուրջան Կասկադ, ցանկացած համեմատություն մեր օգտին է։ Շնորհակալություն պարոն Թունյան, տամ հարցեր առանձին, թե ընդհանուր հարցերս տամ, կարճ է հարցերս իհարկե։ Ոնց նպատակահարմար է։ Պարոն Հովհաննիսյան, ձեզ եմ հարցս, առաջին հարցը 750 միլիոն պարտոտումսերի բան հաստատում եք, չէ՞, որ այդպեսի բան։ Ես ճիշտ եմ հասկանում, թողարկվել է մոտավորապես 4, ասենք պետական բյուջե կմտնի մոտավորապես 450 միլիոն դոլար եւ կվճարենք 750 միլիոն, թե 750 միլիոն եկել է պետական բյուջե կամ կգա պետական բյուջե եւ պետք է վճարենք մոտավորապես 1 միլիարդ 300 միլիոն։ Որն է այդ բանը։ Մի հարցս, հաջորդ հարցս, բոլոր դեպքերում, երբ որ մենք ասում ենք պարտք եւ հնա 60% այդ բանը որ կա, չափորոշիչը որ կա, արդյոք կարևոր չի թե միջինացված տոկոսադրույքը ինչքան է պարտքի ընդհանուր, որովհետեւ 1 միլիարդ դոլար պարտք 18%-ով, ասենք, մի բան է եւ 1 միլիարդ դոլար պարտք 4%-ով, 3%-ով ուրիշ բան է։ Այդ երկու հարցը ձեզ, պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, պարոն Պապայան, բանը հնա հարկեր հարաբերությունը անցած տարվա դրությամբ ինչ դինամիկա է ապրել այդ տոկոսը եւ պարոն Հակոբյան ձեզ հարկեր հնա Չէ, ինքը շատ ոգևորված ասեց, որ 5% տնտեսական աճենք ապահովել, թող ինքն ասի, որտեղ Երեք ինչ հատվել մեզի էլի, ասենք, արդյոք ինչ հատվել, երբ որ բյուջեն թերակատարվել է։ Պարոն Հակոբյան, ձեզ հարց, որ ասեցիք, որ նաև ինչ-որ իմաստով պետական բյուջեն այնքանով չի կատարվել, որտեղ մեքենաների հետ կապված։ Բայց ինչ-որ բան արել եք, այդ ուղղությամբ աշխատանքներ շտկեք իրավիճակը, թե չէ։ Արել եք ինչ-որ բաներ այդ ուղղությամբ, որովհետև ես ունեմ տեղեկատվություն պաշտոնական, որ անցած տարվա հոկտեմբեր ամսվա դրությամբ 1 միլիարդ դոլարի մեքենաներ բիզնեսիով գնացել են Ռուսաստան։ Այդ 1 միլիարդ դոլարի մեքենաների ճնշող մեծամասնությունը հայ տնտեսվարողներ են, որոնք այսօր գնացել են Վրաստան եւ Վրաստանի պետական բյուջեն են լցնում։ Իսկ մենք զրկվել ենք 250 միլիոն դոլարից։ Խնդրեմ, պարոն Հովհաննիսյան։ Հետո պարոն Պապոյանը ոգևորության պատճառների մասին խոսա, եթե պետք է ավելացնել բանն է, խնդրեմ։ Պարոն Աղազարյան, 750 միլիոն դոլար եվրոբոնդ ենք թողարկել, որը ամբողջությամբ գալիս է Հայաստան։ Ունենք ամսի 26-ին մարվող 313 միլիոն դոլարի 2015 թվականին թողարկված եվրոպարտատոմս Ասենք 750 միլիոն դոլար պետական բյուջե մուտք է գալու, ճիշտ եմ հասկանում։ Հետևաբար մենք վճարելու ենք ոչ թե 750 միլիոն դոլար, այլ 1.3 միլիարդ մոտավորապես, էլի հաշվի։ Ինչի համար ենք վճարելու, Բայց բանը տոկոսներ որ վճարենք այդ բոնդերի համար։ 7% վճարելու ենք 10 Այդ եմ տարի։ ասում, 750 միլիոն դոլար մտել է պետ բյուջե, մենք պետք է այդ 750 միլիոն 7% հաշվարկով վճարենք։ Այսինքն ծախսը մեր պետական պարտքը ավելացել է 1.3 միլիարդով, մոտավորապես էլի, ոչ թե 750 միլիոնով։ Պետական պարտքը 750-ով ավելացել, մեր սպասարկումը կավելանա ապագա տարիներին այդ գումարով։ Չէ, կներեք, պետական պարտքը 750 միլիոնով չի ավելացել, որովհետև 750 միլիոնը որ մենք ստանում ենք, այդ 750 միլիոնից 300 քանի միլիոնով է նախորդ պարտքն ենք բանանում փակում։ Այսինքն փաստացի մեր պետական պարտքը ապրում է 450 միլիոնի չափով, այդ է։ Դրա համար նշում որ զուտ հասույթն է գնալու բաների։ Երկու տարբեր գործարքներ են։ Մեկը 750 միլիոն դոլարի մուտք է լինում, հետո մենք մարումներ ունենք, այդ թվում եվրոբոնդերի մարումը։ Մենք բազմաթիվ այլ մարումներ էլ ունենք, այլ պարտքեր էլ ունենք, որը տարվա ընթացքում մարումներ է իրականացվում եւ մեր պարտքի ռազմավարության մեջ ամբողջ մուտքերի եւ ելքերի մասին տեղեկատվությունը մանրամասն ներկայացված է։ Այսինքն թե ինչքան մարում ունենք, ինչքան ենք ներգրավվելու եւ այլն։ Ձեր դիտարկումը ճիշտ է եւ շատ կարեւոր է, թե ինչ տոկոսով ենք մենք պարտք ներգրավում։ Իրականությունը այնպեսին է, որ վերջի տարիների ընթացքում ամբողջ աշխարհում պարտքը թանկացել է։ Իհարկե որոշ վերջի մի քանի ամիսների ընթացքում որոշ նվազման կամ կայունացման միտումներ տեսնում ենք եւ սա հույս է տալիս, որ ապագայում կունենանք նվազեցում, բայց դա ոչ մեկ չի կարող կանխատեսել։ Մեր պարտքի սպասարկման
ծավալը մեր բյուջեում կազմում է 12% 2025 թվականին։ Եվ դա իմ կարծիքով բարձր ցուցանիշ է։ Եվ մենք պետքա շարունակական աշխատանք տանենք դա նվազեցնելու ուղղությամբ։ Այդ կարող է նվազել երկու ճանապարհով։ Առաջինը պարտքի նվազեցման ճանապարհով, երկրորդը պարտքի տոկոսադրույքների իջեցման ճանապարհով։ Իսկ տոկոսադրույքները կախված են միջազգային շուկայում գործող տոկոսադրույքներից, ինչպես արդեն ասեցի, եւ Հայաստանի ռիսկի հավելավճարից։ Իսկ ռիսկի հավելավճարը կախված է օրինակ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելուն, որովհետեւ մեր այն ռեյտինգը, որը ռեյտինգային ընկերությունները մեզ տալիս են, վերջի քննարկումների ժամանակ նաև միջազգային ներդրողների հետ պարզ դարձավ, որ եթե այս աշխարհաքաղաքական հարցը չլիներ, Հայաստանի ռեյտինգը առնվազն 1 կետով ավել կլիներ։ Հա։ Եվ այս ճանապարհը պետք է հասկանանք, սա մեր աշխատանքն է, հասկանալու որն է այն օպտիմալ կետը, որտեղ մենք ունենք կառավարելիության նորմալ մակարդակ, որ կարող ենք մեզ թույլ տալ ունենալ այդքան պարկ եւ սա է մեր վերլուծական աշխատանքը եւ մենք այդ առաջարկներով հանդես ենք գալիս ազգային ժողովին, երբ որ քննարկում ենք ամեն տարվա պետական բյուջեն, որովհետեւ ըստ էության այդ պարտքի ավելացումը ուղիղ կապ ունի մեր դեֆիցիտի հետ։